Հավատքի բանկի գրքույկը, Չարլզ Սպերջեն, օր օգոստոսի 9։ Ամեն ճյուղ, որ ինձանում է և պտուղ չի բերում, նա կտրում է նրան, և ամեն պտուղ բերողին մաքրում է, որ էլ ավելի պտղաբեր լինի։ Հովհաննես 15:2 խոսք։ Սա թանկագին խոստում է նրա համար, ով ապրում է պտղաբեր լինելու համար։ Սկզբում այն կարծես թե խիստ երանգ ունի, միթե պտղաբեր ճյուղը կարիք ունի էտվելու, միթե դանակը պետք է դիպչի նույնիսկ ամենալավ և ամենաօգտակար ճյուղին։ Անկասկած այդպես է, որովհետև մեր Տիրոջ մաքրագործող աշխատանքի մեծ մասը կատարվում է այս կամ այն տեսակի նեղությունների միջոցով։ Այս կյանքում նեղությունների խոստումը տրված է ոչ թե չարերին, այլ բարիներին, բայց այնուհետև արդյունքը լիովին և առավել քան փոխհատուցում է այն ցավը, որ պատճառում են այդ միջոցները։ Եթե կարողանանք մեր Տիրոջ համար ավելի շատ պտուղ բերել, ապա չենք դժգոհի էտվելուց և տերևների կորստից։ Այնուամենայնիվ, մաքրագործումը երբեմն կատարվում է խոսքի միջոցով, առանց փորձությունների, և սա վերացնում է այն ամենը, ինչը խոստման մեջ կարող էր խստություն թվալ։ Խոսքի միջոցով մենք կդառնանք ավելի շնորհալի և ավելի օգտակար։ Տերը, ով մեզ որոշ չափով պտղաբեր է դարձրել, կշարունակի գործել մեր մեջ, մինչև հասնենք շատ ավելի բարձր պտղաբերության աստիճանի։ Միթե սա մեծ ուրախության պատճառ չէ։ Իրապես պտղաբերության խոստման մեջ ավելի մեծ մխիթարություն կա, քան եթե մեզ խոստացված լինեին հարստություն, առողջություն կամ պատիվ։ Տեր Հիսուս, կատարիր քո շնորհալի խոսքը մեր հանդեպ և պատճառ դարձրու, որ առատ պտուղ բերենք քո փառքի համար։